Լոռու մարզային գրադարանում գրադարանավարի օրվա կապակցությամբ հոկտեմբերի 7-ին կազմակերպվել էր երեկույթ, գրադարանային երեկոն մեկնարկեց ժամը 18-ին և շարունակվեց մինչև 22-ը։ Նախ շնորհավորանքի խոսքով հանդես եկան քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ապա մեկնարկեց համերգային մասը Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախմբի կատարմամբ։ Երեկույթի ընթացքում ներկայացվեց հայ գրքի տպագրության երկարամյա ճանապարհը, զեկույցով հանդես եկավ գրադարանի փոխտնօրեն Ֆրոսիա Ջանջուղազյանը։ Այնուհետև սկսվեց բանավեճ, գիրք և համացանց թեմաներով, որոնց մասնակցում էին երիտասարդ և ավագ տարիքի գրողներ, հոգեբաններ, մանկավարժներ և ընթերցողներ։ Երեկույթի ընթացքում անդրադարձ եղավ նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 80-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին։ Այնուհետև բացվեց ցուցահանդես Լոռու մարզի գրողների գեղարվեստական և գիտական աշխատություններ 2010-2011 թվականների հրատարակություններով և այլ ցուցահանդեսներ, ֆիլմի դիտում, մի խոսքով երեկույթը ավելի քան հագեցած էր, ամեն ինչ թեկուզ սեփական նախաձեռնությամբ գրադարանավարի օրը լցնելու համար։ Ուզում եմ օգտվելով առիթից շնորհավորել Հանրապետության բոլոր գրադարանների, մարզերի գրադարանային օրվա կապակցությամբ։ Երջանիկ եմ, որ արդեն 45-50 տարի աշխատում եմ նույն գրադարանում, ինձ շատ լավ եմ զգում, գրքի հետ իմ ամենասիրելի աշխատանքն է։ Ամբողջ երեկույթի ընթացքում հնչում էին բարեմաղթանքներ և շնորհավորանքներ ուղղված գրադարանավարին մասնագիտական տոնի առիթով և կարևորվում էր գրադարան կոչվող կառույցը որպես գիտության օթևանատուն։ Մարդիկ կարողանում են իրենց ոչ միայն ուշադրությունը իրենց վրա հրավիրել, այլ նաև ավելի արժևորել այսօրով գրադարանի կարևորությունը, որտեղ ցավոք սրտի ինտերնետ կոչվածը այսօր մի քիչ կենթանի շփումը գրքի հետ հետևվել, բայց կենթանի գիրքը երբեք չի կարող փոխարինվել ինտերնետով։ Երկուսն էլ տարբեր բաներ են եւ իրենց տեղն ունեն, բայց կենթանի շփումը գրքի հետ շատ մեծ նշանակություն են տալիս։ Ոզոջի սրտե շնորհավորում եմ նրանց իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ։ Բանավեճները, զեկույցներն ու ցուցահանդեսները ընդմիջվում էին երգով ու ասմունքով։ Լոռու մարզային գրադարանում գրադարանավարի օրը տոն էր, գրադարանավարի աշխատանքը կարևորված, գիրքը արժևորված ինչպես հարկն է։ Սարգիս Գոքորյան, Արտակ Բրույցյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, լուրեր։